Ողջույն, կարաք ինձ շնորհավորեք, բոլոր փոսերը Լվովյանի, ինչ ասեմ, մի հատ մնաց փոքր, բարեհաջող անցա, մեքենաս չկոտրեցի, ու ներխուժենք գայի պողոտա, շատ ուշ դուս եկա տնից, ամսի 13-ն է, փետրվարի, ժամը 6-ն է, ու 7 աստիճան է, լավ տաք է։ Գնանք կենտրոն պետք է գնամ, Տերյան Մոսկովյան խաչմերուկն է, այս մասնագետների շենքն է, իդեպ ասեմ մասնագետների շենք սա միակը չի Երևանում, հեսա որ հաջողվի հաջող կանգնել, ցույց կտամ էլի մի հատն էլ Աբովյանի վրա եմ, տեղ չկար կանգնելու, փորձեմ մի հատ սենց համարձակ քայլ, մտնեմ ես բակ, միգուցե մի տեղ թողած ելնեն, ես ինչ է հետա գնում, արդեն մեկին խանգարեցո, երկու կողմից են դերել արդեն, դեպի աչը ազատ էր, պետել են պագել, պետի դուրս գամ, լավ տղա էր, ասեց արի ես հետ տամ, դու փորձի շրջադարձվել, որտև սենց հետ գնալը էդ, հեշտ գործ չէր, հետյոտներն էլ ստեղ, ափսոսը տեղել դրեցին պաստորին, այս դիմաց շենքն է, մասնագետների շենքը, Աբովյանի վրա, վայ Երևան, տանջեցիր, երտալետելներ, չէ, անայտը կշեր, աստիճանը իջացնեինք, ես իջնեի, ինքը մի քիչ պտտվեր քաղաքի վրա, հետո հետ գար, աստիճանը իջացներ, նստեի գնանք տուն, ընդ որում տնից դուրս գալուց միշտ նենց վարդագույն մտքեր են, որ մի տեղ կբացվի, կկանգնես, բայց օրերը անցնում են, ինչքան գնում է այդ հանկարծակի մի տեղը, պակասում է, Աբովյանի վրա եմ կանգնած, ամենատխուրը, որ այս եկեղեցու կողքի փողոցից էլ նայեք ինչքան մեքենա է ուզում ներս մտնի, իսկ այդ նշանակում է, որ ես հույս ունեի այնտեղ մի տեղ գտնեմ կանգնելու, բայց ես իրավիճակում պարզ այնտեղ տեղ չկա, դրա համար ես բոլորը դուրս են գալի, պտտվել են, հիմա դուրս են գալի, ես մտածում էի վատագույնը այնտեղ կգնամ, հիշում եք Աղայանով գնում էի, եկեղեցու բակում էլ կրակ են վառել, որտեղ են վառել, են անդեղա, տրընտեզը այսօր, երեկոյան, դե պարզ է սաղ մեքենաները, Ես պաստորին երկրորդ փորձն է, առաջին անայիտ էդ արեցին կապարձում, Կոստան Զարյանի արձանն էինք ուզում տեսնեինք, ես խա կանգնել ես ընկերը, անդեղ հետյոտներին ճանապարհ են տալիս հայտնվայի վրա, պարզ է, այստեղ էլի փոս է, այս փոսերը գիտեք ինչով է վտանգավոր, որ պատկերացրեք երիտասարդ, տենց մեծ փորձ չունի մեքենա քշելու, նոր մեքենա է մոտը, սիրում է, փայփայում է, ամեն առավոտ ուրախանում է, ու քշում է մեկ էլ սենց այս կողքից փոս է, պարզ է այդ փոսն ամենակ աչքին գալի, հանկարծ այդ նոր մեքենան չգցի մեջը,
ու փախցնում է դիմացից խփում է մեկին կամ հետևից մեկի համար անսպասելի ալնում խփում է այսինքն վթարի բուն է էլի բացի ամեն ինչից դե գնամ Սայաթ-Նովայի վրա եմ գնամ Տերյան Աղայանով էլի մտնեմ տենամ ինչ կլինի այնտեղ մինչև այդ կարող է ստեղել մի տեղ էլի գնում հայ երիտասարդը չէ հարմարվում է ահա այնով է դուրս եկավ նորմալ տեղ էր թե չէ չստացվեց այն մեքենան դրա համար էլ դուրս եկավ տեղը քիչ էր չեղավ գնանք ինչ ասում Աղայան մտնենք այստեղ այստեղ դեմ իրոք այս ոնց որ լավ է համաձայնվեք կյանքը սրանով է հաճելի չէ որ ուղեղդ ասում է անհույս է վիճակը ճակատագիրը ասում է մի րոպե շատ կներեք դտեսեք ինչ լեմբոլ տեղ տվեց այսքան էլ ազատ մնաց այ սենց հիմա մեր Գագիկինց Սվետայինց նախկին բակով կգնանք ու դուրս կգանք Աբովյան էլ ինչ եք ուզում Shelby travel կանենք ու կհայտնվենք Աբովյան փողոցի վրա հայտենում եք երջանիկ մարդիկ կան կարում են արգելաձողը բացեն, դուրս գան, բայց ընդեղ էլ մի երանելի տեղեր չեն։ Ամենավատը իմիջալոց այդ է, որ արգելաձողով մտնում ես, բայց հետո դուրս ես փակվեց, բացվեց, մտնում ես, պարզվում է ընդեղ էլ տեղ չկա։ Չնայած դու արգելաձող անցար քրոջս բակում է տենց ելնում մտնում եմ արգելաձողը գնում եմ ընդե տեղ չկա դե գնացինք Գագ ջան, Սվետիկ ջան ողջույն Ենքան ժամանակը անց է արդեն պատոհաններն էլ չեմ իշում լավ Անահիտն էլ չկա իրար այդ խորհրդակցեինք մի հատ երեխեք ձեզանից պետք է ներողություն խնդրեմ որտև նայեք սենց մի հատ անշնորհք երկար բան են դրել սաղ բակը փակել են դուք պատկերացնում եք որ սենց բան են թույլ տալի էլի ինչքան տենում եմ մեկար չեմ թարգում զարմանալը ապշել է ուղղակի հետ գնացի նենց էի ոգևորվել մեքենաս չէի փակի չէ ստեղ չէր Գագոյինց գարաժը այս է անկապ բանն է որ լիքը զարմացա Գագոյինցը իրանց շենքի տակ էր գարաժը դες էլ Կրուպսկայի դպրոցն է, նախկին Կրուպսկա, հիմա Նիկոլ, չէ, Աղբալյան, հեսա, բակի մուտքը կերել են լրիվ, ստեղ սենց շարք է, արդեն ավտոտնակների, չկար է սենց բան, նորմալ բակեր է մարդ, Այս շենքը սարքեցին, պատոհանից սաղ տեսարանը փչացրեցին,
Գագոն էլ չղայնացավ գնաց։ Ասես դե որ տենց հա։ Չէ իհարկե տենց չէր։ Այնտեղ գործ կար։ Ստեղ չկար այդ վախտիրանը։ Մելավ։ Ստեղ սրանցից մեկն էր գարաժը, այնքան է շատացը, այս սրանք նոր են։ Լավ, տեղը չբերեցի գակ ջան։ Այնտեղ հյուրանոց են բացել։ Այ որ գակ պետք է իմանալ այդ հյուրանոցում ոնց է։ Որ որոշեք գակ զանգ տվեք կգնամ մի հատ կնայեմ։ Դուք կնկարեմ հյուրանոցը գեղեցկության սրա Ջանետ Բագակ գեղեցկության սրա ունեք նենց որ ամեն առավոտ կարաս գեղեցկանաս դու էլ սվետ անել ու դուրս գաք քաղաք Այս էլ պատժերդը Այս էլ ձեր պատժերդի մուտքը ձեր հարևան Լևոնը տանջանքներով մի կերպ սրանից նրանից փողերը հավաքելով սենց երեսը պատեց բազալտով բայց երևում է էժան արեստավորներ է բերել ինչ աներ խեղճը սենց ջարդող հա իդեպ Տիգրան Մանսուրյանն էլ է ստեղ ապրում հարևանա մերոնց այո ու թորանը հանդիպեցինք կհիշեք Փարիզյան սուրճում լավ աղջիկ էր շատ ամուսնու հետ հանդիպեցինք ես էլ եմ նոր դրել հա Աստորեն աղաքին ժամանակ էլ թոզ դուման է եղել, հա գագոյինց մոտ ես շենքը որ գագիկ ենք մնացին ընդեղ ես դուրս եկա աղայան, ինչ-որ մեկի ճանապարհը հակել եմ որտեղ փողոցի մեջտեղն եմ կանգնած ու սենց գնանք են բակը, որը արդեն դարվել է Այն կողմից մեքենաների համար անհասանելի Աբովյանի կողմից Մենք երևի արդեն բակ չունենք, որտեղ զոհեր չլնեն մեր տղաների Ահա, երեխեքը Ֆուտբոլ են խաղում, երեկոյան ֆուտբոլ, դաշտը ազատվել է, կայֆ, դե Աբովյանը ընդեղ է, բայց եկեք մենք գնանք դեպի եկեղեցի մի հատ տրընտեզի խաղերը մի թեթև նայենք Հա, ես ինչ հայմար, սաղ զաբոր է, դաղաս տեղից եկեղեցի չլնի գնալ, լեկեք նացած փորձենք, այ կեզ բան, իմանայ աղայանով կգնայի զրել, մտաստեղ պաստորեն, դե որ իզուր չլնի մի քիչ երեխեքի գոլ խպելը նայենք, ահա, սոսակ ինչ խապս տվեց, մի դարպասի վրա են խաղում, հա? Այո։ Երջանկություն։ Հա։ Այս մի քիչ խակեի նման են, չէ՞ ոնանում։ Прижата к борту шайба. Համարդ նատ կարգին գոլ խփեք տնանք է։
Ահա։ Հա։ Գոլ։ Հա, խփեց պատպլանկա գոլ եղավ։ Գնացինք։ Ծանրը բակերով տեղաշարժվել է։ Եկեք լքանի հնարավոր ասենց գնանք, հաստատ կիմանանք հետևից մեքենա սիգնալ չի տա։ Այն կողմից եկավ ֆուտբոլիստների մոտից, այսենց, ով ինչ կարում է, միանգամից դնում է։ Բայց նայեք ինչ է հաջողվել Բաքի ժողովրդին ստանալ, այսինքն չեն թողել ոչ ավտոտնակ, ոչ խանութ, ոչ դե գիտեք մեր ջրավազանները բոլորը Սևանի նման պետք է լինեն, հա? Շուտ առանձնապես նման չի, կամուրջն է, հա, պետք է ենթադրենք են մեծ Սևանն է, հա, ես էլ փոքրն է, ընդեղ էլ միտեղ կազին է, մի խոսքով պետք է ասենք կեցես, կարողացել են պահպանել մի կտոր գիշատիչներից, ինչ ասեմ բա, լավ է, հաճելի է հաղթանակ տեսնել, ոստեղ ջղային սաղ նայում են ես կողմս քան տեղա անիմաստ, որ կարայինք կանգնեինք, կանգնացնեինք մեքենան, դրանց թվում նաև ես, չէ, սաղր մեքենա կանգնելու տեղ եմ մանգալի, կենտրոն համայնքի մատը խառն է, այս գործի մեջ, մի հատ էլ իշխացնեմ, կենտրոն համայնքին էլ ասենք, պետք է ստոր գետնյա պարքինգներ, այսինց մեծ լավ բակերում, որ էլ սենց ոչ մի հատ մեքենա չլինի, մտնեն պարքինգ, չէ, բայց ոչ մի հատ ոնց կարա չլինի, ես մարդիկ մեբել ստանան ինչ անեն, դե չգիտեմ, մի խոսք պարքինգ, ստոր գետնյա, մանրամասները թողնում ենք ձեզ, ու սենց շատ բակեր կան Երևանում, ես էլ նայենք, էլ չասեք տրամադրությունը ես կցեցիր, իրողություն է, լավ կլինի սուտ բաներ ցույց տամ հայր, մնաց տեղից նայենք տրընտեսցիներ, ինչ է սրանք ուղակի մոմ են վառում, դժվար մոմի վրա ես թռնեմ, չէ, լավ գնանք, ես Աբովյանի վրայից կրակ տեսա խարույք հաստատ, ստեղից չի երևում ինչ-որ, բայց լիքը մարդ կանգնած է, ներսն էլ երևի պատարակա, հա, ներսն էլ է լիքը ժողովուրդ, ասան չեմ շտապում, գնում ենք էլ, տեսեք ինչ, լուրջ գեղեցկության սրահ, գիթառա դրած, հա, տղամարդկանց է, շատ շնորհակալ եմ, այս սենց հոսք է մեքենաներից տեղից դեպի Աբովյան, լավ է, ինձ տենց պետք չի գնալ, գետողությամբ, եկեք մի հատ Մանթաշյանին էլ նայենք, Ես Աբովյանը դեպի Մոսկովյան փաստորեն, ես ինչ մութ է,
Մի հատ լույս չկա այս հատվածում։ Հենա, այս պետք է լուսավոր էր Աբովյանը։ Կարմրավուն ինչ-որ։ Աստեղի մոտ կարմիր չի ցույց տալի։ Են մեկն չի աշխատում։ Այն մայթը նեցեք խանութներ են լավ լուսավոր է։ Ստեղ ծաղիկներ։ Երեք ծաղիկ ենքան նայեցինք էլ։ Լավ է կրակը։ Ծուխն է մենակ երևում։ Նա տեսակ մի մոմենտ բացվեց։ Երևի արդեն թռնելու վաղթը տեկել է, հա։ Ես չգիտեմ, թե բարձրի վրայից է ճիշտը թռնելը։ Մարմարի վրա էլ չեն թռնում, չգիտեմ։ Բայց շատ տխուր մութ է այն արդ։ Տեսել է iPhone-ի մեջ լուսավոր է ցույց տալի։ Հիմա Կոստան Զարյանի արձանը որ լուսավորված չլինի, ես բան չեմ հասկանա ժողովուրդ։ Լավ եկեք ես տրմտեզի հարցն հատ լուծենք։ Հեսա երիտասարդները եկել են։ Ստեղ ինչ-որ սենց մոմեր են վաճառում։ Զանազան։ Այս տրընտեզը ես տենց էլ չհետևեցի, չհասկացա եկեղեցին ընդունում է, թե չի ընդունում։ Մեզ մոտ հավատացյալներ կային շատ ջղային էին գրում, որ այդ հեթանոսական ինչ-որ բան, բայց դե որ չեն ընդունում Բաքվում ոնց կարային թույլ տային, չէ, այս խարույկը։ Ուրեմն մի բան կա էլի։ Հենց եկեղեցու Բաքվում խարույկ են հողում, լավ էլ ուժեղ խարույկ է։ Մի բան չէ երևում։ Այսօր սենց պինդ հավաքվել են ինչ են նայում, կրակ։ Ասում է, ես էլ ասում եմ բացկի Թե թռնում են։ Ինչ այլն է որ թռնում են։ Դուք էլ չգիտեք։ Չգիտեմ, չեմ թռնում։ Չեք էլ թռնում։ Ստված այդ աղջիկը խարույկի մոտից եկավ։ Նա թռավ։ Նանացածից վեր նա գողկոված, ավես է։ Այս 3 անգամ է պետք թռնել։ Ահա։ Սեզի համար ես բոյ չի երիքի, որ ասացած եք վրան գինակ կողկով պետք է։ Կորդկան վտանգով էլ այն կարա վարվի։ Չվախեցավ ես մարդը։ Հասկացա։ Ձեռքերն են կրակի վրա թողում, հա, որ իրենք կողքից են թռնում։ Ահա, ապրեք, 2, 4, երրորդ է։ Սենց հա, երեխայի հետ։ 2, ես գլխարատ են անում։ Այդ սահմանադրությունը պետք է նայել, 2-ը պետք թե 3։ Քանի անգամ է պետք թռնել։
Ով ինչ ուզում անում, ասես ոնց կլինի։ Իսկ եթե ազգային ժողով հարցը դնենք, Կարգ ու կանոն չկա։ գիտեմ 7 անգամ պատասխանում են։ Նա գիտակ չկա, հարցնենք։ Կողքից էլի կողքով եք թռնում, անպայման չի վրայից թռնեք։ Այս կրակը տունել են տանում։ Շատանում են, տանը վառում են։ Այդ փայտը տանում են, այնտեղ թռնում են։ Փոքր փայտի վրա։ Եղաշկով սենց։ Ստեփան, դրագը թռնում է արի։ Այսքան մարդ մանկապարտեզը կարոտել է, ժողովուրդ։ Եկել։ Չէ՞։ Ազատվեց թռեք։ Լավ, գնացինք հայր, տարապես պարզ է, չէ՞։ Այս մասը ավարտեցինք։ Այսքան եկել ենք մի հատ եկեղեցին էլ նայենք, ստեղ հիշում եք մոմերն են վառում։ Ներսը։ Դեն վաղ գոնե մահանա էր ելնում, մտամ Անահիտին էի ցույց տալի, մտնում էի, հիմա Անահիտը չկա։ Չէ, պատարակը կարծում եմ ավարտվել է։ Ստեղ երևի թռնելուց հետո հանգստանում է ժողովուրդը։ Այստեղ կոկա-կոլայի ռեկլամա է։ Այս ինչ կեղտոտ են ապակիները եմ արել։ Լավ չի։ Այս նույն նկարներ չէ։ Այնը չէր։ Դա ուրիշ էր, չէ։ Գնացինք։ Հետաքրքիր է, որ սենց լույսեր էլ են, մոմերը էլի, տուն են տանում ժողովուրդը։ Են ուրիշ տոների ժամանակ էդ հասկանալի էր, բայց լավ երևի մի բան գիտեն։ Այս Անին, հա, էլի։ Անի հյուրանոցն է։ Ստեղ հերթը տեսեք ոնց մեծացավ։ Ես էլ մենակ ներս մտնելն է։ Դե Սուրբանը որ չի թույլատրվում։ Հա, մեկ էլ Բաքում կար, գալուց տեսանք, չէ։ Եք փոքր վաղ որ ծառից իջնում էինք, ասում էին թթի վրա ջուր չի կարելի մի խմեք, իսկ կրակի վրա կարելի է հետաքրքիր ջուր խմել թռնելուց հետո։ Բայց հետաքրքիր է, որ ես միշտ խմել եմ թթի վրա ջուրը ու Չկան իշխման, ոչ մանը չր երել։ Կարող է մի անգամ զուգադիպություն եղել, բայց Ինչ է։
Սայատնովան կտրիլ տինք Կոստան Զարյանի հետ ես ծանոթացա իր շնորհիվ Տիգրանի Սիրիավյան կհիշեք երկու անգամ փողոցում հանդիպեցինք ու ինքը պատմեց, որ այդ պրոյեկտի վրա է աշխատում մեծ աուդիո ծրագիր էր անում ինքը այդ գործում շատ ուժեղ է այդ աուդիո մշակում է հին երգեր, մի խոսքով տենց հետաքրքիր գործերով զբաղվում։ Այո։ Եկեք այստեղ իհարկե ճիշտ կլինի կամերան փոխեմ։ Տեսնում եք արդեն, սա ժամանակավոր տեղ է։ Արարատի կոմենտները եթե կարդում եք, ահագին բան գիտեք արդեն քանդակագործի մասին էլ Մկրտիչ Մազմանյան Բարի երեկո ողջույն ողջույն ոնց եք Բանին ես Զարյանին ես նկարում հատ ուզում եմ նայեմ Լավն արձանը մի հատ էլ նման բան ներսը կա մի քիչ ավելի փուճուր է Էլի այդ նույն քանդակագործն է քանդակագործն է նույն ոչն է այն ասենց որ պատտվեց այն է բիրա բացակը մտնեմ կնայեմ մի քիչ տարբերվում է ասում եք Համարյա չէ Համարյա չէ հենա բասորեն փոքր տարբերակն է փոքրը սա փոքր մի քիչ տարբերվում է ցուցահանդեսներ մտին նայ լավն է վատը չի Հնարավոր է իր նկարներն էլ կան Ուր Անահիտը չկա Անահիտը չկա այսօր ուրբաթ է ընկերներիս հանդիպելու օրն է բայց էդ էլ չստացվեց մնացի սենց մինուճար ոչինչ ոնց եք դավայ որ սենց զբոսնում եք ընկերովի լավ եք էլի ուրեմն լավ երեկո ձեզ Դե փոխենք կամերան Ով ծանոթ չի խորհուրդ եմ տալիս անպայման ծանոթացեք շատ հետաքրքիր անձնավորություն ա եղել շատ Մազմանյանը բացատրում էր, որ հողից է ինքը դուրս գալիս, շատ հայկական բնությունը սիրում էր Կոստան Զարյան Ստեղ էլ գրած է Մազմանյան, Մկրտիչ Մազմանյան Շատ լայն աշխարհայացքի տեր մարդ էր Իդեպ Վենետիկում Սուրբ Լազար կղզում կարծեմ 3 տարի այնտեղ սովորել է ուսումնասիրել է իր երազանքն էր հայոց լեզուն արևմտահայկականը ու արևելահայկականը միացնել ու մի հզոր լեզու սարքել լուրջ բառարանով եւ այլն ասել ձեռքերն է
հատ էլ ես կողմից դժվար գործ է, չէ, քանդակը ներկայացնել վիդեոյով էլի հատ էլ սենց Են ինչ լուսամուտ է Կոստան Զարյան Արարատյան մարդը ցուցահանդես Կամերան փողեցի, որտեղ ձեռներս պոկվում արդեն ուսերս Մի հատ մտնեմ աղջկան հարցնեմ մինչև երբ է ցուցահանդեսը երկար է հետո կգանք մի օր անայդ հետ կնայենք Ագա արդեն Բարև ձեզ Բարև ձեզ Նորից բացեցի Աջան Նորից բացեցի ձեզ Օ, ես ինձ համար բացեցիք, մինչև երբ հա ցուցահանդեսը լինելու։ Մինչև ամսի 17 17 Այնակ մտնելն է Շնորհակալություն Լավ, հայր, որ սենց պատմությունը հատուկ բացեց աղջիկը Եկեք ես մի հատ Բայց արագի մեջ ներանալ չլինի Սա իրա գործերն են Կոստան Զարյանի Ինքը նկարում էր իդեպ դες զգուշացրեցի որ շատ լայն բազմազան զարգացած մարդ էր նեղանալ չկա Անայտը սաղ մանրամասն կկարդար, որի վրա հովա ներկայացրած մեկ սանց գրում էր, մեկ էլ մի հատ նկարում էր Ստեղ լուսանկարներն են պատկերված Ստեղ Հրաչա Ներսեջյանին հիշեցրեց Ամերիկայում Բերկլի համալսարանում դասախոսություններ մի խոսքով կարդացեք շատ զարգացած հետաքրքիր մարդ է Հա, իդեպ մոտարապես 63 թվից մեր Վազգեն առաջինի հրավերով, անձնական հրավերով տեղափոխվել է Երևանը Այնտեղ արդեն իր նկարները չեն Չէ, արդեն իրան նվիրված Իրան նվիրված, այո Հա, Վազգեն առաջինի հրավերքով 63 թվից Երևանում ապրել, 69 թվին ամահացը Իդեպ, եթե ճիշտ հասկացա, մի հատ լուսանկար նայեցի ինտերնետում Չէ, ուրիշ է լրիվ Մակրտիչ Մազմանյան Հա, ուրիշ գործ է Զանգ տվեցին ինձ, բուհաներս խախտեցին, հետաքրքիր է, պաստորեն նայեք քանդակագործը
տարբերակները անում ու վերջը կողմնորոշվում է։ Այս ինչը։ Ես երևի այդ ժամանակաշրջանի, հա ինքը հետաքրքիր էր, որ քաղաք գնում էր, մի անգամից մի հատ ամսագիր էր։ Իդեպ Լենինի հետ էլ է հանդիպել։ Ես երևի այդ ամսագրերից ինչ-որ բաներ են։ Լավ հայեր ջան, ես ուկվա։ Սրանք էլ իրան նվիրված։ Stars and Blood։ Ֆրանսերեն է շատ գրել։ Այսինքն սկզբից ֆրանսերեն է գրել, հայերեն հետո ուշ է սկսել ավելի։ Լավ։ Սա իհարկե ցուցահանդեսը ցույց տալը են չի։ Ամենաճիշտը անձամբ նայելն է դանդաղ, սխ կարդալով։ Շատ տարբեր թեմաներով է գրել ինքը։ Հասկա մարդ էր, մի խոսքով գիգանտ։ Շատ շնորհակալություն։ Լավ, այդ զանգը նրա մասին էր, որ ես փիս ուշանում եմ, հենց որ եկեք շարժվենք մեքենայիս մոտ նորից։ Ստեղծ գուրշացնեմ, որ ուշադիր էլ նը ժողովուրդ, հանգարց գլուխները չխփեք խանութը մտնելուց մենացի։ Մի րոպե, ես որտեղ էի կանգնել։ Հա, Տերանի վրա էի, ինձ էլ թվում էր պետք է բակ մտնեմ, չէ, բակ չեմ մտնել։ Եկեք Սայաթ-Նովայով գնանք, մի հատ էլ ստեղ առիթ կլինի, նորից կնայենք։ Նոր տարածքները։ Ստեղի գիծանն է։ Ստեղ սենց հետաքրքիր ինչ-որ կենդանիներ են։ Հա չէ, ես մասը արագ նայելը ոնց որ դե լրիվ անիմաստ է։ Ուղղակի հիշեցնեմ, որ այս լոգոն է մանկական արվեստի թանգարան, գեղագիտության ազգային կենտրոն։ Այսինչ լավ կարվանա Քաշնազարը որ ասում էր, հա, կարվան կտրելու գիշեր, չէ, բայց զինվորներ են, մարդ, Քաշնազարի խելքի բանը չէր, սենց կարվան կտրելը, չնայած գլուխ գովալ կարելի է հելի միշտել, չէ, ամեն բանի վերաբերել, ստեղ գրքեր են, հա, Children's Art Museum.
Սայատնովը այս սրճարանը ստեղ է, իսկ ընդեղ ահագին բաներ կար, բոլորը վերացրեցին, տվեցին փաստորեն ազգային կենտրոնին։ Ընդեղ խարույկը դեռ կա, ինձ երևում է, ես չգիտեմ։ Այս էլ տեխնիկային է։ Դեպի փողոց տեսքերը լավանում է, հետաքրքրանում է, չէ՞։ Դեպի բակեր հələ որ չէ։ Էս իհարկե գիտեք, շատ ենք ցույց տվել։ Երաշտությունը հիշեցի, որ գնում էին կինոյում մոտոցիկլետով, իհարկե ես հիմա չեմ կարա այդ երգել, բայց դուք էլ կարաք մտքով հիշեք, չէ՞։ Այստեղ մեր Ժաննայի թատրոնի ներկայացումն էլ պետք է գնա։ Ոնց որ չկա, հա, աֆիշը։ Այն մասը չնայեցի։ Դե մի օր պետք է գանք հաստատ։ Մի հատ ըստ Դոստոևսկիի էր, այդտեղ ինքը խաղում է։ Իսկ մյուսը էլի իր թատրոնինն է, ոնց որ հանդիպում էր կոչվում։ Դա ռուսական հեղինակ է, ֆիլմել է եղել ժամանակին։ Լյուբշինն էր խաղում։ Հանդիպում, սրեչը։ Իսկ Դոստոևսկին հայերեն ոնց է, չգիտեմ, կրոտկա է։ Կարող է հնազանդը, հա, երևի, կրոտկա է։ Հասանք Տերյաների տանկյուն։ Այս լույսը արդեն փոխվեց։ Այս էլ կենտրոն թաղապետարանը։ Որը այսօր խոստացավ, որ բակերում ստորգետնյա կայանատեղիներ հասկսում կառուցել։ Մի հատ էլ ես ֆեյք բաց թողեմ էլ, ինչ կլինի, որ սաղորը ֆեյքերի մեջ լողում ենք։ Ասեցիք, ոստիկանը հավանություն տվեց, ասեց լավ է, հա, այդ ընկերոջներ ասում, ինձ տված վարորդներին ասում, լավ եք քշում, ապրեք, շարժվեցինք,
Best shop, հա, սովա որոշը, որ best shop, հա։ Այս մայթից, որ նայում եմ այն մայթ, հիշում եմ, ընդեղ կամիսյոններ մրգեր էին վաճառում։ Այն մայթով, որ գնում ես, չես հիշում, որտև նենց կոնկրետ բաներ ես տենում, հուշերդ կորում են, հերույց, ավելի հեշտ է հիշելը, ստեղ կերել եմ, վատ չեր, պաստա եմ կերել, հիմա սկսեցին խառնել, ստեղ էր այդ կամիսյոնին, թե են վերևն էր, ստեղ երևի գաստրոնոմ էր, ընդեղ հետ իմ ասոց, կամիսյոններ կոչվում, բայց միրգ բանջարեղեն էին, այդ հետաքրիր էր, որ տենց որոշ խանութներ, որ միրգ բանջարեղեն էր, բայց կամիսյոններ կոչվում, չգիտեմ խի, ընդեղ ինչ-որ նրբություններ կար, հայկոպիներ վերաբերվում, չգիտեմ ում էր, ես դրա երևի անուններ էին, հայկոպ, հա էլի, հայկական կոպերատիվ, հա, ճիշտ է, երևի ես դրա համար կամիսյոններ կոչվում, բայց որներ անկեղծ ասած չեմ հիշում, այս մեկներ, թե են մեկներ, Սելնիկով աղբալյանը, դպրոցը, համար 8-ներ չէ, ոնց որ Կրուպսկան, Կրուպսկա, օ, 8-ը Պուշկիններ այ Արմեն, այդքան տարի գնացել ես, սա 19-ը, օ, հետաքրիր է, Պուշկինսկին պաստորեն Կրուպսկայից հին էր։ Լավ, ինչ-որ առանձնապես բան չկա նայելու։ Սա ինչ-որ ավելի է։ Նման այդ կամիսյոններին դե վերջ համոզվեցինք, գիտեք ինչում, որ երկրագունդը կլորա ստեղ էլ Բայրամ փողոցն է մեր Հասմիկ Արմիկին ողջունենք Արմիկին ողջունենք, չգիտեմ, եկեք Հասմիկին էլ ողջունենք, ու նստեմ գնամ, չնայած ճանապարհին այնքան խցանումներ առնելու, երևի ավելի ճիշտ է, ես տեղից հրաժեշտ եմ հայր ջան, լավ մնաք, միշտ առողջ լինեք և խաղաղ երկինք խաղաղությամբ մնաք այդ ավելի ռեալ է ու ամեն մարդուց կախված Երկու ժամ էի մուծել, բայց ժամը չէի նայել, ես կադրը թողելնի մոնտաժի վաղտ կիմանամ, հո 2 ժամից ավել չեմ կանգնել,
հանկարծ